Ողջույն սիրելի հայրենակիցներ, երեք գիշեր երբ մենք փորձում էինք քնել, Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում սկսեց հռչակել իր նոր նախաձեռնությունը, որը վերաբերում էր նոր արշավի։ Հիմա նայեք մի փոքր։ Archiepiscopos Adamian. Տեր Վազգեն archiepiscopos Միրզախանյան։ Հիմա քաղաքական կոնտեքստը սրա ինչ է կատարվում։ Այսինքն Փաշինյանը չի գնացել Արարատյան թեմ կամ այլ թեմ կամ Մասյացոտնի թեմ, որտեվ այդ տիրադավ եպիսկոպոսներից են թեմերը ղեկավարում դեռևս, չգիտեմ ինչու, չի գնացել, բայց այդ մարդիկ եկել են իր մոտ, այսինքն վարչապետի պաշտոնական կեցավայր են եկել։ Փաշինյանը առաջին անգամ պաշտոնապես ստորագրում է փաստաթուղթ, որպես ոչ թե քաղաքացի սովորական հավատացյալ, այնպես ինչպես ինքն է ասում, այլ որպես վարչապետ։ Եվ համաձայնության մի քանի հոգու բացակայություններով 10 եպիսկոպոսների հետ ում արդեն բոլորը հռչակել են, նաև Միքայել Սեփազանի շնորհիվ, նաև հռչակել տիրադավ եպիսկոպոսներ։ Այսինքն այս եպիսկոպոսների հետ փաստաթուղթ է ստորագրում եւ ըստ էության նոր բան չկա փաստաթղթի մեջ, նույն բանն է ինչ որ ինքը նախկինում ասել է, որ կլինի տեղակահ կդնենք, սա կանենք, նա կանենք, այսինքն կաթողիկոսին կհանենք, տեղապահ կդնենք, հետո ընտրություններ կազմակերպենք, այս կանենք, այն կանենք, բայց այստեղ ինչն է էական, որ առաջին անգամ նայի պաշտոն է, որպես վարչապետ, ստորագրում է փաստաթուղթ, խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, ինչպես նաև կատարում քրեական օրենսգրքով արգելված արարք, խառնվում է կրոնական կազմակերպության ներքին գործերին եւ օգտագործում պետական ամբողջ իշխանությունը այս process-ի համար։ Մինչեւ հիմա էլ էր նույն բանն անում սիրելի հայրենակիցներ, բայց ասում եմ ես որպես հավատացյալ, ես Աստծուն հավատում եմ, քանի որ նրանք շեղվել են, ես ուզում նրանց հետ բերել, եկեղեցին բանել, բան տես հավատքի մեջ է։ Հիմա ի պաշտոն է իր կեցավայրում այս process-ը տեղի ունենում։ Նա զրկում է իր բոլոր պաշտպաններին, ովքեր իրեն պաշտպանում էին, որ նա որպես հավատացյալ է սա անում, ոչ թե որպես վարչապետ, հետեւաբար սահմանադրության, օրենքների եւ այլն այդ խնդիր չկա։ Անվտանգության ուժերը գալիս են, որտեղ ինքն է գալիս, չնայած Էջմիածնում բացահայտվեց, որ ինքը չի գալիս, բայց 10 տիրադավներին ուղեկցում են աղացե ինչ որ բաներ, դիմակներով, կապիշոններով փակված ինչ որ մարդիկ։ Եվ այս ամբողջ բանը փլուզեց։ Ինչու, որտեվ սա, սիրելի հայրենակիցներ, ներվերի պայքար էր։ Այն որ մենք անդադ ասում էինք դու պարտվում ես, իշխանության ատամները կոտրվեցին, ջարդվեցին, բան, դրանով ըստ էության մենք ինչ էինք անում։ Վարչապետին ասում էինք կամ դու պետքա դուրս գաս process-ից, վերջնականապես արձանագրես, որ դու պարտված ես եւ հետ քաշվես։ Կամ եթե դու շարունակես մտնել process-ի մեջ, իսկ մեր այդ հայտարարությունները բնականաբար իրան գրգռում էին, որ ինքը մտնի այդ process-ի մեջ։ Դա բերելու անանան, որ դու ջախջախվելու ես։ Եվ ըստ էության ինքը այս գործողություններով նվեր է անում Հայաստանի Հանրապետության քաղաքական ընդդիմությանը, բոլոր նրանց, ովքեր հասկանում են քաղաքականությունը, ինչ է, եւ այլևս հարցը հռչակում որպես ընտրություններին սպասվող թիվ 1 հարց։ Եվ հետեւաբար ընդդիմադիր ուժերը ինչ պետք է անեն, ես տոներից առաջ խոսել եմ սրա մասին եւ տարբեր արձագանքներ կան, եւ իշխանության ճամբարում նաեւ խոճապ կա այս իմաստով, որտեվ տեսնում եմ թե ինչ ձև են արձագանքել, որ պետք է ստեղծվել ընդդիմադիր 1 բևեռ, ձեռել ընդդիմադիր 1 բևեռ, 1 ցուցակ, բոլոր տարաձայնությունները դնել մի կողմ, որտեվ տարաձայնությունները փոքր հարցեր են, եկեղեցին ավելի բարձր է, պետությունը ավելի բարձր է։ Հասկանում եք, հիմա մենք ինչ խնդիր ունենք, մենք պետք է պաշտպանենք մեր պետությունը, եկեղեցին, մեր ինքնությունը։ Այս 3 հարցերն են։ Այս 3 հարցերը պաշտպանելու համար կարիք չկա դնել քննարկել թե ով որ թվին եւ այլն, ինչ արել, չգիտեմ ոնց արել։ Կարիք կա ձևավորելու 1 հարթակ, այս Փաշինյանի արած նվերը օգտագործել եւ այլևս եկեղեցու հարցը քաղաքական է, ոչ ոք թող չկանգնի ասի, որ եկեղեցու հարցը հիմի արդեն սա քաղաքական հարց չի, սա ուղղակի ինտեղ ինքը ուզում է, չգիտեմ ինչ անի, այլևս այն քաղաքական հարց է, սահմանադրական կարգի հարց է, որտեվ կա պաշտոնապես ստորագրված փաստաթուղթ 3 գիշերը վարչապետը Փաշինյանը նման փաստաթուղթ է ստորագրել։ Ինչ վերաբերում է դրանից հետո արված հայտարարությանը, որ դե ճրագարույցի պատարակը կգնանք բան Երևանում Սուրբ Սարգիս եկեղեցի, բանը Սուրբ Ծննդյան պատարակը կգնանք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, բան, սիրելի հայրենակիցներ։ Ըստ էության, քանի որ Արարատյան թեմի առաջնորդը Նավասարդ Կճոյանը տիրադավ է դարձել, այդ ամբողջ թեմի եկեղեցիներում, որտեղ ինքը ուզում է կարողանում է մտնել այդ միջոցառումները իրականացնել։ Եվ ըստ էության սա նոր բան, այսինքն նոր եկեղեցի ինքը չի գնում որպես այդպեսին գրավելու, չնայած Գրիգոր Լուսավորիչում որքան որ հասկանում դեռ չի եղել, բայց նույն թեմն է։ Ինչու է
Նավասարդ Կճոյանը շարունակում ունել թեմի առաջնորդը, որ կարող էր ազատվել Վեհապար Հայրապետի հրամանով, այդտեղ մեծ հարց կա, ես այդ պահանջը ներկայացրել եմ եւ պնդում եմ այդ պահանջը, եւ նաեւ մյուս հարցը կա, որ Երևանում գործող քահանաները ինչ կարծիք ունեն այս ամեն process-ի վերաբերյալ, այս էլ է շատ կարեւոր, որ այս խնդիրը բարձրացվի եւ բարձրաձայնվի, բայց նա չի գնում մայրաթորի վրա, չի գնում այլ նոր թեմի վրա, որը դեռ որևէ ձեւով ասպատակված չի, այլ Երևան քաղաքում ուզում է փողոցներում ուխտ երթով, բան տենց խաչերով եկալած, բան տենց դեմից քայլելով գնան, եւ այստեղ ինչա պետք անել, պետքա բոյկոտել այդ միջոցառումը, կոնկրետ այդ ուխտ երթը, բոլոր այն միջոցառումները, որը կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը, պետքա բոյկոտել, ինչու, որտեվ դրանք մեր եկեղեցու կրոնից, ծեսից, դոգմայից դուրս են, հետեւաբար դրանք խնդրեմ են եւ մեղք է այդտեղ որևէ բան դեր կատարել է եւ մյուս կողմից նաեւ դա ուղղված է մեր պետականության հիմքերի քանդմանը դեպի նույնպես չի կարելի այդ միջոցառումներին մասնակցել պետքա տոտալ բոյկոտել նաեւ այդ միջոցառումները հղի են քաղաքացիական տարատեսակ բախումները որտեղ պատկերացնենք այդ ուխտ երթը եկավ հասավ ասենք Սուրբ Աննա եկեղեցի հետո գնաց ասենք չգիտեմ Գրիգոր Լուսավորություն գնացին բան չէ ուրիշ մարդիկ եկան չէ ովքեր իսկական հավատքի կրողներ են Եվ չեն ուզում այս խժդժությունները։ Եվ հետեւաբար այն մարդիկ, ովքեր իր հետ գնում են, եւ այն մարդիկ, ովքեր այնտեղ են, իրար հետ կարող են ունենան խնդիրներ։ Պարզավոստիկանական ուժերը, գվարդիա, ԱԱՑ, բան ինչ ունի այս պետությունը, բերելու է լցնի տեղ, որ ցույց տա շատ մարդ եւ այլն եւ այլն, բայց ես պնդում եմ, որ ժողովրդական աջակցություն չունի, եւ այն ինչ որ ինքը երեք արեց, դա նաեւ այդ 10 տիրադավ եպիսկոպոսների պահանջներ, որտեղ իրանք ասում են եղբայր մեզ քաշեցիք բերիք քուկոմ բան եկանք տարբեր գործակներով եկանք կողքդ կանգնինք չես կարողանում հանել վեհապարին եւ ստիպված հա բերում է այդ դաշտ այսինքն ոնց դու պետական ռեսուրս ձեռդ բան չես կարողանում անել պետք է Հայաստանի քաղաքական ընդդիմությունը պատրաստ լինի ցանկացած սցենարները լինելու են տարբեր իրենք հասկանում են որ տենց էլ ուխտով չեն կարող գնալ Էջմիածնի վրա որովհետեւ դա հստակ բախումների եւ բանի տեղ է տալու հետեւաբար այլ սցենարներ են քննարկում այլ սցենարներ են մտածում այդ սցենարների մասին խոսենք բայց հիմա շատ կարեւոր հանգամանք կա Փաշինյանը ընտրություններից առաջ հրճակել է քաղաքական թիվ 1 թեմա այդ թեման դարձել է քաղաքական եւ ասում է քաղաքական ընդդիմություն հավաքեք եկեք ինձ հանեք հիմա հույսը ինչի վրա է դրել որ քաղաքական ընդդիմությունը բոլորը հա չպետք է հասկանան այդ process-ը եւ չփորձեն որևէ բան անել, որ իրան հեռացնեն ընտրությունների միջոցով։ Ինչի վրա հույսը դրել։ Մարդը սխալը արել է։ Մեծագույն մեծ սխալը քաղաքական սխալն արել։ Մինչև հիմա ինչ անում էր մեղքեր սխալ էր ման։ Հիմա քաղաքական սխալն է արել։ Ինքը իր էլեկտորալ բազային հարվածում է եւ նաեւ կոնսոլիդացնում է հակառակ էլեկտորալ բազան։ Քաղաքական իմաստով եմ սա բացատրում։ Ընտրական իմաստով։ Այսինքն ընդդիմությունը ինչքան պետքա չպատկերացնի ինչա կատարվում, որ շարունակի պնդել, որ դե մենք բան կանենք, մի 20-30 ուժով Գյումրիի նման կգնանք, տենց կմտնենք այնտեղ, հետո այնտեղ կմիավորվենք, հետո sense բաներ կանենք, բան տենց ինչքան պետքա էլի այս հարցը քննարկվի։ Ես շարունակում եմ պնդել եւ բոլոր իմ ընդդիմադիր գործընկերներին, անկախ բոլոր տեսակի տարաձայնությունից կոչ եմ անում, ձևավորել միասնական հարթակ եւ այդ հարթակի թիվ 1 խնդիրը դնել մեր պետության, մեր եկեղեցու եւ մեր ինքնության պաշտպանությունը։ Իշխանությունը փոխելուց հետո մնացած բոլոր հարցերը, ով ինչ տարբեր հարցեր ունի, այդ բոլոր հարցերով տարբեր քննարկումներ կլինեն, տարբեր process-ներ կլինեն, այդ բոլոր հարցերը կկարգավորվեն։ Հետեւաբար առաջնային ու երկրորդականը պետք է իրենց տարանջատել, որպեսզի դրանք չխանգարեն ընդհանուր կոնսոլիդացիոն process-ներին ընդառաջ։ Լավ մնացեք եւ օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլորի Սուրբ Ծնունդը, այսօր Ճրագալույցի պատարագն է, եւ աղնել Սուրբ Ծնունդն է։ Տարածեք խնդրում եմ այս տեսանյութը, բազմապատկեք նրա էֆեկտը, որպեսզի բոլոր ընդդիմադիրները եւ ընդդիմադիր ուժերի հետևորդները նույնպես իրենց առաջնորդների մոտ ձևավորեն, պնդեն այս օրակարգի իրագործումը։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։